Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, Իրանը կրակել է բալիստիկ հրթիռներ, հեռակա, շատ ծանր, Դիեգո Գարսիա ռազմակայանի ուղղությամբ, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի կենտրոնում, 4000 կիլոմետր հեռակայության վրա Իրանի ցամաքային հատվածից, եւ սրանով փաստացի Իրանը փորձեց նաև ցուցադրել իր հնարավորությունները հեռակա բալիստիկ հրթիռների ուղղությամբ։ Հիմա խոսենք այդ եւ մի շարք ուրիշ կարևոր հարցերի մասին։ Պետք է առաջերտին ասել, որ Wall Street Journal-ի տեղեկատվությամբ, որը նաև օգտագործում է Անադոլուում թուրքական պետական մամուլում իր աղբյուրները, Թեհրանը կրակել է երկու այդպիսի բալիստիկ հրթիռ, մեկը առհասարակ չի կարողացել թռիչք ապահովել այդ ուղղությամբ, իսկ մյուսը կարողացել են խոցել Միացյալ Նահանգների կոնկրետ նավի կողմից, որտեղ որ կա Aegis ուրեմն ձևաչափի հակաօդային պաշտպանության համակարգներ եւ SM-3 հակաօդային հրթիռի միջոցով խոցվել է այդ կոնկրետ ուրեմն բալիստիկ հրթիռը եւ որևէ մեկը չի հասել Դիեգո Գարսիային եւ չի կարողացել հարվածել իհարկե Դիեգո Գարսիային։ Սա կարևոր հարց է, որովհետև փաստը այն, որ ուրեմն կոնկրետ այս բալիստիկ հրթիռը կիրառվել է 4000 կիլոմետրանոց հատվածով, հաշվի առնելով, որ Իրանը մինչև այդ մենք գիտենք, որ առհասարակ ասում էր, որ միայն 2000 կիլոմետրանոց հեռակայության հրթիռներ այսպիսի բալիստիկ ունի, դա արդեն նշանակում է այն, որ Իրանը շատ ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնում, այդ թվում կոնկրետ Եվրոպայի համար։ Հիմա կխոսենք սրա մասին։ Պետք է առաջերտին նշել, որ սա մեծ հավանականությամբ իրանական Խորեմ-Շեխր 4 բալիստիկ հրթիռի, որը 2000-ից մինչև 3000 կիլոմետր հնարավորություններ ունի, դրա ավելի զարգացված տարբերակն է, որը ենթադրում են, որ իր հեռակայությունը աճեցրել է մինչև 4000։ Դիեգո Գարսիայի վրա հարվածի փորձը նաև ցույց տվեց, որ Եվրոպական միությունը վտանգի տակ է, հարգելի հայրենակիցներ, այսինքն Իրանը կարող է հարվածել Աթենքը, կարող է հարվածել Վարշավան, կարող է նույնիսկ հարվածել Բերլինը այսպիսի իր հրթիռների միջոցով, եւ եթե այս հրթիռները պարունակեն միջուկային բաղադրիչ, ապա փաստացի Իրանը այսօր ցուցադրեց, որ հնարավոր է ունի այդ հնարավորությունը, որ հարվածի եվրոպական մայրցամաքին միջուկային զենքի միջոցով, եթե ունենա միջուկային զենք։ Եվ դա արդեն կնշանակի, հարգելի հայրենակիցներ, որ սպառնալիքի տակ ոչ միայն Իսրայելն է, այլ նաև ամբողջ եվրոպական մայրցամաքը, ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլ հիմա արդեն Իրանի կողմից։ Եվ սա նաև հրամայական է արդեն դառնում եվրոպացիքի համար, ինչ են եվրոպացիք անում սեփական անվտանգությունը ապահովելու համար, հաշվի առնելով, որ սա արդեն սպառնալիք է նաև եվրոպացիքի համար ուղիղ եւ անմիջապես։ Պետք է նաև նշել իհարկե, որ հիմա արդեն մենք պետք է գնահատենք ձեր հետ միասին Միացյալ Նահանգների հայտարարությունները, մինչև այդ հայտարարություններին անդրադառնանք, ուղղակի հիշեցնեմ, որ անպայման լայք եք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանությունները եւ նաև միացեք ալիքին, դառնալով անդամ եւ աջակցելով ալիքի գործունեությանը, ինչպես նաև ստանալով հավելյալ տեղեկատվություններ եւ վերլուծություններ դրա շնորհիվ։ Շնորհակալ եմ, անցնում ենք առաջ։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Պիտ Հեքսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մի քանի նպատակ ունի եւ այդ նպատակների ուղղությամբ շարունակելու է իր քայլերը։ Այդ նպատակները ներառում են ոչնչացնել իրանական բալիստիկ հրթիռների հնարավորությունը, այդ թվում կիրառելու հնարավորությունը, այդ թվում արտադրության հնարավորությունը, ոչնչացնել հակաօդային պաշտպանությունը եւ ծովային ուժերը եւ թույլ չտալ, որ Թեհրանը ունենա միջուկային ծրագիր։ Պետք է ասեմ ձեզ նաեւ, որ այսօր Նատանզում, որը ուրեմն Իրանի միջուկային ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը հարվածներ է տեղի ունեցել, լուրջ հարվածներ, հողի տակ է գտնվում այդ միջուկային կենտրոնը եւ վերջի տեղեկատվությունները ասում են, որ սա Իսրայելի գործունեությունը չէ, Իսրայելը մերժում է, հերքում է իր մասնակցությունը եւ ասում է, որ սա Միացյալ Նահանգներն են այս հարվածը հասցրել, ինչը տրամաբանական է, որովհետեւ այդ
հնարավորությունները ունեն միայն Միացյալ Նահանգները, այդտեղ ծանր հակաբունկերային հրթիռներ են անհրաժեշտ։ Բացի դրանից Մարկո Ռուբիոն շարունակում է հայտարարել, որ այդ բոլոր նպատակների ուղղությամբ շարունակաբար քայլեր են լինելու, եւ տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը արդեն օրը մի քանի անգամ փոխում է իր մոտեցումները, հայտարարում է, որ մի քանի շաբաթ կտևի, հետո հայտարարում է, որ արդեն մենք կամաց-կամաց պատրաստվում ենք ավարտել ռազմական գործողությունները, նույն օրը մի քանի ժամ անց հայտարարում է, որ նոր ուժեր է ուղարկում տարածաշրջան։ Մի խոսքով Թրամփի խոսքերից հավատալ պետք չէ, Թրամփի գործերին է պետք հավատալ, իսկ Թրամփի գործերը ակնհայտ են, պատերազմը շարունակվում է եւ շատ լուրջ հետևանքներ արդեն ունի եւ արդյունքներ ունի։ Առաջին անգամ Թրամփը երեկ նշեց, որ արդեն հնարավոր է ավարտել այս ռազմական գործողությունները եւ այդպիսի հարց քննարկվում է օրակարգում, բայց հրաժարվեց մի քանի ժամ անց, ինչպես ասացի, եւ ասաց, որ մինչեւ նպատակներին չհասնեն, պատերազմը կշարունակվի։ Պետք է նաեւ ձեզ տեղյակ պահեմ F-35-ի հետ կապված կոնկրետ դեպքի մասին։ CNN-ի տեղեկատվությամբ մարտի 18-ին ամերիկյան F-35A տարբերակը, որը ուրեմն Իրանի օդում տարբեր առաջադրանքներ էր կատարում, ստացել է հարված եւ դրա հետևանքով վերադարձել է իր ռազմակայանի վրա, ինչքանով հասկանում եմ, խոսք է գնում Կատարի ռազմակայանի մասին։ Եվ որևէ մեկը չի տուժել այդտեղ, նկատի ունեմ, օդաչուն չի տուժել, բայց հենց ինքնաթիռը փոքր առումով տուժել է, բայց պետք է հաշվի առնել, որ դա այսպիսի սահմանափակ ազդեցություն է ունեցել, որովհետև տեսեք, հիմա կարևոր է քննարկել ինչի միջոցով են այս հարվածը հասցրել։ Տեղեկատվություններ տարբեր կան այս ուղղությամբ, բայց ասեմ ձեզ, որ ես լավ վերլուծեցի, ինձ հետաքրքիր էր սա, խոսք չի գնում իհարկե հակաօդային պաշտպանության համակարգի մասին իր կլասիկ տրամաբանությամբ։ Այստեղ այդ է պատճառը, որ չեն խոցել, որովհետև եթե հակաօդային պաշտպանությունը գործեր, կխոցեին, չեն խոցել, դրա փոխարեն հարված է տեղի ունեցել եւ այդտեղ մենք տեսնում ենք, որ նույն հրթիռը, որը գնում է, ինքը ուղղություն ունի, կա դրա տեսահոլովակը, այսինքն ինքը ոչ թե գնում է դեպի նպատակ, դեպի F-35A, այլ ուղղություն ունի եւ այդ ուղղությամբ է շարժվում։ Սա ուղղակի նշանակում է, հարգելի այնակիցներ, որ կիրառվել է ՊԶՌԿ ձևաչափի ձեռքի այսպիսի հակաօդային պաշտպանության համակարգ եւ էֆեկտիվությունը գալիս է մեկ կոնկրետ պատճառից, որովհետև Իրանի օդը այդքան անվտանգ է, որ հիմա հակաօդային պաշտպանությունը չի գործում, որ եւ այնտեղ քամիներ են հիմա, թոզ է օդում եւ անձրևներ են վերջի օրերի ընթացքում, մի խոսքով եղանակի պայմանները, խնդիրներ են ստեղծում նրա համար, որ Միացյալ Նահանգների ինքնաթիռները բարձր գործեն եւ մեկ-մեկ շատ ցածր են իջնում, նրա համար, որ առաջադրանքը կատարեն եւ այդ ցածր իջնելու ժամանակ փաստացի իրանց հեշտ կարողացան թիրախավորել հենց ամենաթեթև, ամենաէժան եւ ամենահեշտ, նկատի ունեմ, ոչ զարգացած միջոցի շնորհիվ, ինչպիսին է ՊԶՌԿ-ի խոսքին Իգլա, գիտեք, Սովետական Միությունում այդպիսի գոյություն ուներ դրա միջոցով, այսինքն դա շատ կարևոր եւ հասկանալի է։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ոչնչացրել են Իրանի հակաօդային պաշտպանության առաջատար համակարգները վաղուց պատերազմի առաջի 2 շաբաթվա ընթացքում։ Այս պայդրությամբ Պենտագոնը հայտարարում է, որ 7000 թիրախ է ոչնչացվել, այդ թվում 120 նավից ավել, եւ դա նաեւ ներառում է Կասպից ծովում իրանական հնարավորությունների վրա հարվածը, ինչը շատ եւ շատ կարեւոր է, որովհետեւ մի կողմից Ռուսաստանից մատակարարումներ են տեղի ունենում Կասպից ծովով դեպի Իրան եւ դա սահմանափակելու նպատակ ունի, երկրորդ հարցը այն է, որ դա կարող ստեղծել վտանգներ Ադրբեջանի ուղղությամբ, որովհետեւ տեսեք, Միացյալ Նահանգները ինչի հետաքրքրված Ադրբեջանի անվտանգությամբ, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միասնական այդ տրամաբանության մեջ, որովհետեւ դա է ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա, այսինքն
Իրանի եւ Ռուսաստանի առաջադրանքն է, որ փակեն այդ ճանապարհը, նկատի ունեմ թրիփը, նկատի ունեմ Ադրբեջան, Հայաստան այդ ճանապարհը, եւ եթե Ադրբեջանի համար այդ ճանապարհը հետո գիտեք, որ թրիփը ինքը Հայաստանի տարածքում անցնում է, հետո Ադրբեջանով թրիփ արդեն չէ, բայց իրանք ինչ ուզում են թող անվանեն, անցնում է, գնում է դեպի Բաքու եւ Բաքվից արդեն ծովով, Կասպից ծովով գնում է դեպի Կենտրոնական Ասիա, այսինքն հենց Կասպից ծովի վրա անվտանգությունը շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ Իսրայելը պահը օգտագործեց այդ ուղղությամբ նաեւ կարևոր քայլ անելու։ Պետք է ասել նաև, որ հետաքրքիր է վերջի օրերի ընթացքում ակտիվ հարվածներ են տեղի ունենում դրոների արտադրության կետերի վրա։ Խոսքին Էսֆահանի ուղղությունով, Խոմեյնի շահրի հատվածում նաև այդտեղ ոչնչացվել են ԱՏՍ-ների արտադրող հնարավորություններ եւ դա ապացուցում է նաև արբանյական նկարները այստեղ Ցենտրկոմը նաև դա ապացուցում է։ Հնդկական Ինշորցը հայտարարում է նաև, որ լուրջ վնաս է կրել շահեդների արտադրող գործարանը։ Բացի դրանից խոսք է գնում ուրիշ ռազմական օբյեկտների ոչնչացման մասին, այդ թվում ուրեմն ավիացիոն բաղադրիչը, օդուժի նկատի ունեմ, բալիստիկ հրթիռների պահեստները, իրանց ծովային ուժերի բոլոր հնարավորությունները, ներառյալ իհարկե, ինչպես ասացի, ուրեմն Բանդար Անզելին, որը Կասպից ծովում է գտնվում, Բուշերը նաև, Բուշերում կարևոր հարցեր։ Նաև կարևոր է վերջի տեղեկատվությունը փաստացի 3 մարտի 20-ին Երուսաղեմում 5 քաղաքում, 5 քաղաքի հատվածում պայթյուն է տեղի ունեցել եւ հակաօդային պաշտպանությունը չկարողացել կոնկրետ մեկ բալիստիկ հրթիռի մաս թիրախավորել եւ ընկել է հենց 5 քաղաքում, շատ մոտ 5 քաղաքում եւ դրա նույնիսկ նկարները կա մի քանի 100 մետրում Ալ-Ակսայի մզկիթից, այդ կարևոր այդտեղ տարբեր իսլամական, քրիստոնեական եւ հրեաների համար շատ կարևոր վայրերի եւ դա իհարկե նաեւ խնդրահարույց է, որ Երուսաղեմին են շարունակում հարվածել, այն էլ առանց որևէ կոնկրետ թիրախ։ Բացի դրանից պետք է ասել, որ մարտի 16-ին եւս մեկ բալիստիկ հրթիռ է ընկել 5 քաղաքում Երուսաղեմում եւ իհարկե սա ուղղակիորեն նշանակում է, որ մեր հայրենակիցները Երուսաղեմը գիտեք, որ 5 քաղաքում կա հայկական թաղամաս, որտեղ որ ես եղել եմ, եւ այդ հայկական թաղամասը նաեւ վտանգված է, որովհետեւ 5 քաղաքի շատ մեծ մասն է զբաղեցնում, 1/4 մոտավորապես, եւ իհարկե վտանգված է այդ առումով, պետք է մեր հայրենակիցները ուշադիր լինեն։ Այս պայծրությամբ պետք է ասել, որ արդյունքները շատ հետաքրքիր եւ բավարարող են, 7000 թիրախ, կտրուկ նվազել են հարվածները դաշնակիցների դեմ 90%-ով, մենք տեսնում ենք հակաօդային պաշտպանության եւ ծովային ուժերի հնարավորությունների լուրջ սահմանափակում, չնայած սրա մենք նաեւ տեսնում ենք, որ Իրանը շարունակում է կիրառել բալիստիկ հրթիռներ, Հեզբոլլահը նաև ակտիվություն է կիրառում, բայց հութիները պասիվություն, հութիները չեն գործում, դա նաև հետաքրքիր է։ Ենթադրում եմ, որ հութիները աշխատելու են նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ եւ փորձելու են փակել այդ նեղուցը, դա նաև ենթադրում եմ, որ օրակարգային հարց կլինի, բայց այս պայծրությամբ հութիները չեն ներգրաված այս ամբողջ գործընթացում։ Քաղաքական առումով պետք է ասել, որ անցավ արդեն 3 շաբաթ պատերազմի եւ փաստացի մենք արդեն մտնում ենք 4-րդ շաբաթը, 21 օր անց իհարկե պետք է արդեն ընդգծենք, որ շատերը ակնկալում են հստակ արդեն որոշում, թե ինչ է տեղի ունենալու։ Ես կարծում եմ, որ սա մի փոքր վաղ է, իմ տարբեր վերլուծությունը, նաև իմ հասանելիությունը տարբեր վերլուծական բաց աղբյուրների, հետախուզական բաց աղբյուրների վրա եւ տարբեր փորձագետների, այդ թվում ամերիկյան, ես ինչքանով հասկանում եմ, պատերազմը մինչև ապրիլի վերջերը հաստատ կտևի։ Եվ ակնկալել այսինքն 6 շաբաթ փոխարեն 8 շաբաթ է ստացվում, 7-8 շաբաթ մոտավորապես եւ եւս մեկ ամիս մոտավորապես, նույնիսկ ավել,
նրա համար, որ արդեն հստակ լինի իրոք ինչ է տեղի ունենում, այսինքն այդ սկզբում ասած 4 շաբաթը ինքը ֆիքսված եւ հստակ չէր իրականում, եւ դա շատ կարեւոր նաեւ դեր ունի, որովհետեւ պետք է հասկանանք, որ իհարկե ծանր է պատերազմը, մեծ հետևանքներ ունի, այդ թվում տնտեսության վրա, սրա մասին մենք ձեր հետ առանձին խոսեցինք հարգելի այրնակիցներ եւ այդ վերլուծությունը կա ալիքում, եւ ուստի իհարկե բոլորը շտապում են, որ պատերազմը ինչքան կարելի ավելի շուտ կանգ առնի, բայց անկեղծ եւ ուղիղ պետք է ասենք, որ դա այս իրավիճակում այդքան էլ հնարավոր չէ, եւ այն ուղղությամբ, որ նպատակներին կարողանան հասնել, հատկապես որ հիմա Իրանում նաև Նովրուզն է նշվելու, այսինքն ցույցերին դա գործընթաց կարող է աջակցել, բացի դրանից ասեմ ձեզ, որ սպանվել է մի քանի քաղաքական գործիչ, ակտիվիստ ավելի ճիշտ որ ասենք, այդ ցույցերին մասնակցողին իրանց սպանել են երիտասարդ 18-20 տարեկան տղաներ եւ աղջիկներ, որոնք այդ ցույցերում մասնակցել են, ռեժիմը այս օրերին իրանց պատժեց մահով եւ պետք է շատ ուղիղ ասեմ, որ հիմա դեռ չի ստեղծվել այդ հնարավորությունը ցույցերի, բայց Իսրայելը եւ Միացյալ Նահանգները նպատակ ունեն ապահովեն այդ իրավիճակը եւ կարծում եմ, որ մի փոքր շաբաթներ անց, երբ նաեւ եղանակը ել ավելի ապահովի այն, որ ցույցերը լայնածավալ լինեն, երբ արդեն ավելի պատրաստ լինի բասիջների եւ ուրիշ ուղղություններով հարցերը, լուծում են այդ հարցերը, հարվածները բասիջներին, հարվածները ոստիկաններին, այդ ամենը շարունակվում է։ Բացի դրանից նաև հետաքրքիր է, հարգելի այրնակիցներ, որ դեռ չի երևում Մոջտաբա Համենեին, այսինքն որդին այդ հոգևոր առաջնորդի, որը հիմա դարել է նոր հոգևոր առաջնորդ, չի երևում առասարակ, ոչ հայտարարություն է անում, ոչ որևէ տեղ երևում է, նույնիսկ գրավոր հայտարարություն չի անում եւ կա այսպիսի կարծիք, որ սպանվել է կամ շատ վատ իրավիճակում է գտնվում հիվանդանոցում եւ ուստի չի կարող ֆիզիկապես որևէ հայտարարություն անել։ Ռեժիմը բարդ իրավիճակում է գտնվում ընդհանուր առումով, բայց այս պայծրությամբ ստատուս կվոն պահպանվում է, այդ պատճառով ես կարծում եմ, որ մի քանի շաբաթ եւս կտևի այս գործընթացը եւ միակ բանը, որը խնդրահարույց է, դա արդեն տնտեսական ազդեցությունն է եւ ծոցի երկրների վրա այդ հարվածները, մնացածը նորմալ է։ Միացյալ Նահանգների համար մեծ խնդիր սա չի պարունակում, իրանք պահանջել են կոնգրեսից, որ հաստատի 200 միլիարդ ԱՄՆ դոլարի բյուջե, որը ոչ միայն այս պատերազմի համար ծախսերը պետք է ապահովի, այլ նաև պետք է վերականգնի Միացյալ Նահանգների այն հնարավորությունները, որոնք ծախսվել են այս պատերազմի եւ ծախսվում են եւ ծախսվելու են այս պատերազմի ընթացքում։ Ուստի կարելի ասել, ես կարծում եմ, որ այդտեղ մի փոքր փոփոխություն կարա տեղի ունենալ գումարում, 200 միլիարդը կարող է շատ լինի, բայց ամեն դեպքում դա ուղղակի քննարկումներ են եւ շատ կարեւոր է, մի խոսքով, որ Միացյալ Նահանգները փաստացի նաև պատրաստում են ֆինանսական աջակցություն իր դաշնակիցներին, որովհետև հակաօդային պաշտպանության համակարգների համար հատկապես պետք է այդպիսի ապահովություն ստեղծել։ Ամեն դեպքում պետք է ասել, որ Դիեգո Գարսիայի վրա հարվածը իրոք լուրջ հարվածի փորձը, հա, ճիշտ որ ասենք, իրոք լուրջ հարց է եւ անմիջապես նշանակում է հարգելի այրնակիցներ, որ Իրանը մարդկության համար սպառնալիք է, Եվրոպայի մայրցամաքի համար էլ նաեւ եւ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, ուստի սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս պատերազմը անխուսափելի էր եւ պատերազմը պետք է հասնի իր նաեւ վերջնական նպատակներին։ F-35-ի դեպքը առանձնահատուկ դեպք չէ, ես բացատրեցի պատճառը թե ինչի։ Բացի դրանից շախեդների այդ գործարանի ոչնչացումը կարևոր է, Երուսաղեմի վրա հարվածները նաև մտահոգիչ։ Ընդհանուր առումով իրավիճակը շարունակվում է լինել բարդ եւ ասեմ ձեզ, որ նաև կոնկրետ մեզ հետաքրքիր է նաև իհարկե Լիբանանի ուղղությունը, ես հենց հիմա ձեզ կստուգեմ, թե ինչպիսի զարգացումներ են այդտեղ։ Հարվածները շարունակում են Իսրայելը մի քանի ուղղությունով փոքրինչ խորացել են Լիբանանի տարածքում, բայց լուրջ ցամաքային գործողություններ այս պայծրությամբ չկա
լայնածավալ գործողություններ, միայն օդային հարվածներ են, ուստի Լիբանանի ուղղությունով էլ ակնկալում ենք հնարավոր, բավականին հավանական ցամաքային ռազմական գործողություններ։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ուշադրության համար, չենք մոռանում լայքելը այս վերլուծությունը, գրեք մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, միացեք ալիքին, կհանդիպենք, ցտեսություն։